Ուրեմն ես ցանկանում եմ արդեն այս этаպում տալ ընտրությունների Երևանի ավականու ընտրությունների գնահատականը, բայց նաև ասեմ, թե ինչ վիճակում է գտնվում բողոքարկման, վերահաշվարկների, տեղամասերում տարբեր արդյունքներ անբավեր համարելու գործընթացը եւ ինչ ենք մենք նպատակադրված անել ապագայում այս ամենի հետ։ Նախ ցանկանում եմ ասել հետեւյալը, որ Երևանի ավականու ընտրությունները առանձնացան նրանով, որ ինչպես դուք բոլորը տեսաք, ռեժիմը ըստ էության դիմեց բոլոր իր ռեսուրսների, հնարավորությունների օգտագործմանը հերթական անգամ հայ ժողովրդի կամը արտահայտումը աղավաղելու, ըստ էության նրա կամքը բռնաբարելու նպատակով։ Այդ օրը կարծում եմ դուք էլ եք ականատես եղել եւ կհամաձայնեք, որ դա այն տխուր օրերից է, երբ բոլորս ականատես ենք դառնում, թե ինչ հանցավոր մի միջավայրում ենք ապրում եւ ցավոք սրտի այդ հանցավոր միջավայրի հիմնական ղեկավարները հենց Հայաստանի իշխանություններն են։ Իրենք են Հայաստանի գլխավոր հանցագործները եւ իրենք են, որ պետական իշխանության բոլոր լծակները օգտագործել են ընտրությունների կեղծման նպատակով, օգտագործել են կրիմինալին, օգտագործել են պոռնիկներին, օգտագործել են գողական տղերքին, ընտրակաշառքի բաժանման համար, ընդդիմադիր ընտրազանգվածի ահաբեկման համար եւ բազմակի քվեարկության անպատիժ իրականացման համար։ Ընդհանրապես մի ցավալի իրողություն պետք է արձանագրեմ, այդ օրվա ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հաստատվել է ամբողջատիրական գողապետական համակարգ։ Այն, որ Հայաստանում գողապետություններ կամ ինչպես Տեր-Պետրոսյանն էր արտահայտվել ավազակապետություններ, դա մենք վաղուց գիտեինք։ Բայց հիմա ես մի նոր որակ եմ ուզում տալ եւ ամբողջությամբ նոր որակում եմ ուզում տալ եւ ամբողջությամբ պատասխանատու եմ այս հայտարարության համար, այն է, որ սա նաեւ ամբողջատիրական ավազակապետական համակարգ է։ Ինչ նկատի ունեմ ասելով ամբողջատիրական։ Ամբողջատիրական նշանակում է տոտալիտար։ Գիտեք, կան ավտորիտար երկրներ, այսինքն երկրներ, որոնցում դեմոկրատիա գոյություն չունի, որտեղ իշխանությունը բռնությամբ, դեմոկրատական ազատությունների սահմանափակ կմամբ եւ ոտնահարմամբ կառավարում է, դրանք ավտորիտար երկրներ են։ Եվ կան տոտալիտար երկրներ, պատմական օրինակները խորհրդային միությունն էր, նացիստական Գերմանիան, այսօր տոտալիտար երկրներից մեկը դա Հյուսիսային Կորեայի տոտալիտար ռեժիմն է, ինչն է բնորոշում այդ երկրներին։ Այդ երկրները չեն սահմանափակվում ժողովրդավարական ազատությունների սահմանափակմամբ կամ ընդդիմությանը ճնշելով։ Այդ երկրները իրականացնում են բոլոր անհատ քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն, այսինքն պետությունը թափանցում է, պետական վերահսկողությունը թափանցում է անհատական մակարդակի։ Ամեն քաղաքացու նկատմամբ այդ վերահսկողությունը հաստատվում է։ Եվ պետք է ասել, որ ընտրությունները վերահսկելու նպատակով Հայաստանում ստեղծված է հենց այդպիսի ամբողջատիրական համակարգ։ Մասնավորապես ես օրինակներ եմ ուզում բերեմ։ Այս ընտրություններում օրինակ մենք ինչ տեսանք։ Մենք տեսանք, որ ամեն բակում հանրապետական կուսակցությունը բացել էր շտաբ։ Մենք էլ ենք ընտրարշավ անցկացրել, մենք ունեինք շտաբեր, ենթաշտաբեր, բայց
բացարձակ որևէ անհրաժեշտություն երբեք քարոզչության ժամանակ չի ծագում ունենալու ամեն բակում շտաբ։ Ինչն էր սրա նպատակը։ Շատ պարզ բան է։ Իրականում դրանք ոչ թե քարոզչական շտաբներ են եղել, այլ եղել են հենց այդ հանրապետականի վերահսկողության կենտրոնները, ահաբեկման կենտրոնները, այսինքն այդ մարդիկ զբաղվել են նրանով, որ համատիրությունների, պետական այլ մարմինների, իշխանության այլ մարմինների օգնությամբ ուսումնասիրել են բոլոր մարդկանց, բոլոր ընտրողների խոցելիությունները, նրանց հարկային պարտավորությունները, նրանց ազգականների մասին ինֆորմացիա են հավաքել, օրինակ մեկը բանակում է, մեկը դպրոցում է եւ հանրապետական տնօրենի միջոցով, ասենք այդ երեխու վրա կարելի է ճնշում գործադրել կամ բանակում ճնշումներ գործադրել կամ բանակից բաց թույլ արձակուրդ տալ եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ տեղեկությունները հավաքվել են եւ օգտագործվել են կոնկրետ անհատների վրա ճնշելու, նրանց կաշառելու, օրինակի համար հարկային պարտավորությունները չեղյալ համարելու կամ ներելու, ընտրակաշարք ընդհանրապես բաժանելու, բայց սա ուզում եմ հստակ նշեմ, ընտրակաշարքը տրվել է ոչ միայն փողի ձևով, փողը տրվել է, բայց որպես ընտրակաշարք նաև այլ արտոնություններ են տրամադրվել։ Ընտրակաշարքով չեն բավարարվել, եղել են նաև սպառնալիքներ, ճնշումներ։ Այս ամենի հետևանքով կարելի է այսօր արձանագրել, որ բնակչության մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը հայտնվել է հանրապետական կուսակցության ահաբեկման ներքո եւ նրա կողմից վերահսկողության ներքո։ Շնորհիվ այդ ահաբեկման, ճնշումների եւ ընտրակաշարքների այդ մարդկանց ուղղորդել են դեպի ընտրատեղամասեր։ Հիմա հարց է ծագում, թե ինչպես են կարողացել հասնել դրան, որ գաղտնի քվեարկության պայմաններում այդ մարդիկ այնուամենայնիվ քվեարկեն հենց այնպես, ինչպես պետք էր հանրապետականը։ Սա ամենակարևոր հարցն է եւ նաեւ ընտրակեղծիքների ապացույցների որոնման տեսակետից ամենակարևոր հարցն է։ Իրականում մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որ այդ օրը համատարած կիրառվել է կարուսել, չեմ բացատրի դա ինչ է նշանակում, բոլորը շատ լավ գիտեք, կիրառվել են գունավոր գրիչների օգտագործում, դա ինչպես է արվում։ Ասենք ինչ-որ մեկին պարտավորեցնում են, որ նա 50 մարդ պետք է բերի, որևէ բիզնեսմենի մոտենում են եւ ասում են, որ նրա բիզնեսը կավիրվի, չեն հանդուրժի այդ կոնկրետ վարչական շրջանում նրա բիզնեսի գոյությունը, եթե նա 50 մարդու ձայն չապահովի եւ այդ մարդը ընկած համոզում է իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին, որոնք կախվածության մեջ են իրենց գտնվում, որ նրանք գնան հանրապետական կուսակցության օգտին քվեարկեն։ Որպես ապացույց, որ այդ 50 մարդը, որոնց ցուցակը ինքը ներկայացրել է հանրապետականի շտաբ, կգնան եւ կքվեարկեն իր համար, նրանց պարտադրում են քվեարկել, ասենք կոնկրետ գույնով գրիչով, որը կարմիր կամ կանաչ։ Եվ հետո հաշվում են, եթե 50 կամ ֆլոմաստեր, 50 քվեաթերթիկ կարմիր գույնով հայտնաբերվում է, ուրեմն այդ մարդը տեր է կանգնել իր խոստմանը։ Բացի դրանից օգտագործվել են քվեաթերթիկների տարբերակվող ծալվածքներ, այսինքն հատուկ կերպով ծալված քվեաթերթիկներ, որ միայն այդ մարդու հետ կապված մարդիկ պետք է ծալեն։ Եվ նաև հոգեբանական ճնշումներ, այսինքն մարդկանց ուղղակի ներշնչել են, որ իրենց քվեարկությունը գտնվում է վերահսկողության տակ, նկարահանվում է, գաղտնի, չգիտեմ, կամերաներ կան, որոշ մարդկանց ստիպել են, որ ծալվի հակառակ ձևով բյուլետենը, այսինքն ներշնչելով, որ դրանով
անգամ եթե ծրարի մեջ ես դնում, թափանցիկ է դառնում հանձնաժողովի անդամի համար եւ նա կարող է դա նույնպես պարզել այսպես կիրառելով բազմաթիվ ձևեր ըստ էության հասել են համատարած վերահսկողության կարելի է ասել որ գոյություն է ունեցել Հայաստանում այդ օրը տեղի է ունեցել բաց քվեարկություն Ես ավելին ասեմ, այս փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրությունները վերածվել են լագերնի զոնայում բանտարկյալների երթման արարողության իրենց պախանին հավատարմություն հայտնելու համար։ Չէ, սա ցավալի փաստ է, սա իսկապես սա նշանակում է, որ Հայաստանում, որ մենք հիմա գործ ունենք ոչ թե անգամ ավտորիտար իշխանության հետ, մենք գործ ունենք օկուպացիոն մի ռեժիմի հետ, որը պարտադրում է իր քաղաքացիներին վաճառել իր խիղճը ըստ էության վաճառել բարոյականությունը եւ ճնշումների եւ սպառնալիքների ներքո գնալ եւ քվեարկել հօգուտ այդ օկուպացիոն ռեժիմի։ Այսինքն այսօր մեր առջև դրված է իսկապես այս երկիրը այս հանցագործների օկուպանտների ձեռքից ազատագրելու հարցը։ Երկրի մասին չի խոսքը, քաղաքացիներին արդեն մենք այս տրկացած, այս վիճակի բերված քաղաքացիներին մենք պետք է կարողանանք իսկապես ազատագրենք։ Այսպիսի հարց է դրված այսօր։ Հիմա սա ուրեմն մի շեշտադրում, այս գնահատականները ես հետո կպատասխանեմ ձեր հարցերին, եթե սրա վերաբերյալ հարցերն են, երկրորդ շեշտադրումը։ Մենք դեռ ընտրարշավի ընթացքում ստացանք տեղեկություններ իշխանական ճամբարից, որ այնտեղ քաղաքական որոշում է ընդունվել, որ Հայ ազգային կոնգրեսը չպետք է անցնի ավականին։ Այդ որոշումը իրագործվեց։ Հիմնական պատճառը այն էր, որ նրանք հասկացան, որ Հայ ազգային կոնգրեսը այն միակ ընդդիմադիր ուժն է, որը վճռականորեն, սկզբունքայնորեն բացահայտում է իրենց բոլոր չարաշահումները Դա նաև արտահայտվեց Տարոն Մարգարյանի այդ հայտարարների վերաբերյալ մեր դատախազության տված հայտով։ Այս ամենը հուշեց ռեժիմին, որ ավականում որևէ կոնգրեսական չպետք է լինի։ Եթե ավականում լինի որևէ կոնգրեսական, դա իրենք էլ էին հասկանում, նշանակելու էր, որ նրանց բոլոր հանցավոր գործարքները, բոլոր հանցավոր հողահատկացումները, բոլոր տեսակի չարաշահումները այլևս կամ անհնար էին դառնալու, կամ էլ առաջացնելու էին մեծ աղմուկ։ Առանց սկանդալի, առանց աղմուկի որևէ բան այլևս Երևանի ավականայում հնարավոր չէր լինելու։ Այս սրանից սարսափեցին եւ ուղղակի ընդունվել է իշխանության կողմից այս քաղաքական որոշումը, որ կոնգրեսը պետք է որևէ մարդ ունենա ավականայում։ Ես ավելին ասեմ, այն տոտալ վերահսկողության մեխանիզմը, որ հաստատվել է Հայաստանում այսօր քաղաքացիների ընտրության առումով թույլ է տալիս այսօր ռեժիմին մաթեմատիկական ճշգրտությամբ գրել այն արդյունքը ցանկացած քաղաքական ուժի համար, որը որ իրենք որոշում են անել։ Ես սա պատահական չեմ ասում։ Եվ սրանով բացատրվում է նաև այն 7%-ը, որ Հայ ազգային կոնգրեսը ստացավ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Մենք այն ժամանակ ունեինք բոլոր անկախ սոցիոլոգիական հարցումների համաձայն մոտ 30-35% ժողովրդի աջակցություն, բայց մեզ տվեցին ուղիղ 7%։ Իհարկե դուք կարող եք հարց տալ, եթե ռեժիմը կարող է այսպեսի համատարած եւ լայնամասշտաբ կեղծիքներ իրականացնել, ինչն էր խանգարում ռեժիմին եւս մի քանի 10-րդականով իջացնել մեր ձայնը, այնպես որ կոնգրեսը չկարողանա անցնել ազգային ժողով։ Ասենք 6.5% տար մեզ։
Այդ հարցի պատասխանը հետևյալն է։ Միջազգային հանրությունը դիվանագիտական եղանակներով հայտնել է այս իշխանություններին, որ եթե կոնգրեսը ունենալով այսպիսի հսկայական աջակցություն, ժողովրդի հսկայական աջակցություն չհայտնվի պարլամենտում, ուրեմն մենք չենք ճանաչելու այս ընտրությունների լեգիտիմությունը։ Սա իրականում գործարք էր միջազգային հանրության եւ իշխանությունների միջև։ Ինչ եմ ասում գործարք, որովհետև այստեղ էլ միջազգային հանրությունը սկզբունքային չի գտնվել։ Նա ոչ թե պնդել է, որ իշխանությունները անցկացրեն ազատ եւ արդար ընտրություններ եւ արձանագրեն այն արդյունքը, այն ռեալ աջակցությունը, որ ժողովուրդը ունի, որ Հայ ազգային կոնգրեսը ունի ժողովրդի կողմից, այլ պնդել են ընդհանրապես նրա վրա, որ մենք կարողանանք հաղթարենք այդ շեմը։ Եվ ահա կատարվում է մի փաստորեն մի փաստ, որը ապացուցում է, որ իշխանությունը ցանկացած արդյունք կարող է ապահովել ցանկացած քաղաքական ուժի համար։ Կոնգրեսը ստանում է ուղիղ 7%, մի կողմից բավարարելով միջազգային հանրության ակնկալիքները, մյուս կողմից տալով նվազագույն արդյունք կոնգրեսի համար։ Այս ընտրություններում միջազգային ճնշում չի եղել եւ չէր էլ կարող լինել տեղական ընտրությունների վերաբերյալ, ընդհանրապես շատ թույլ վերահսկողություն կա այս ընտրությունների վերաբերյալ, փաստորեն դիտորդական որևէ լուրջ առաքելություն չի եղել, արտասահմանյան ներկայացուցիչները ընդհանրապես կարելի ասել համարյա չեն դիտարկել այս ընտրությունները եւ մենք մնացինք մենակ մեր գողերի հետ, մեր այս հանցագործ իշխանությունների հետ եւ ահա այն արդյունքը, որը մենք ունենք։ Հիմա կոնգրեսը դիմել է 27 տեղամասերում վերահաշվարկի, ինչպես նաեւ 7 տեղամասում քվեարկությունը ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։ Ես ուզում եմ սա հստակ ընդգծել եւ կցանկանայի, որ լրատվամիջոցները սա իսկապես հասցնեն ժողովրդին, որ մենք դա չենք անում այն նպատակով, որ փոխենք քվեարկության արդյունքները։ Մենք շատ լավ գիտենք, որ ոչ մի բան այդ վերահաշվարկը չի փոխելու։ Որովհետև եւ բազմակի քվեարկողները իսկապես բերել են քվեարկվել են հանրապետական կուսակցության կողմը եւ կաշառված եւ վախեցած ընտրողները իսկապես եկել են եւ քվեարկել են հանրապետականի օգտին։ Այստեղ մենք ոչինչ փոխել չենք կարող։ Վերահաշվարկը անում է բացառապես այլ նպատակով։ Առաջինը վերահաշվարկի արդյունքում մենք հայտնաբերում ենք ապօրինի վերահսկման ապացույցներ, այսինքն մենք վերահաշվարկը կատարում ենք նախ եւ առաջ ապօրինի վերահսկման, քվեարկության ապօրինի վերահսկման ապացույցներ բացահայտելու նպատակով։ Այսինքն կորսված, չհաշվարկված քվեաթերթիկներ, որոնք վկայում են կարուսելի կազմակերպման մասին։ Գունավոր գրիչներով քվեարկված քվեաթերթիկներ, որոնք նույնպես վկայում են վերահսկողության մասին, տարբեր ծալվածքներով ծալված քվեաթերթիկներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք առաջին հերթին փնտրում ենք վերահսկողության, այս ապօրինի վերահսկողության հետքերը եւ գտնում ենք։ Բազմաթիվ, դա մենք հետո կներկայացնենք, ես հիմա չեմ ուզում ներկայացնեմ, այս նաեւ վերջում կասեմ դրա մասին։ Երկրորդ նպատակը վերահաշվարկի դա այն է, որ ըստ օրենքի եւ սա միակ ձևն է, վերահաշվարկի ժամանակ դուք հնարավորություն եք ստանում քաղվածք վերցնել մատյանից, մասնակից քվեարկող մասնակիցների
քվեարկությունը արձանագրած Մատյանից։ Այսինքն սա միակ հնարավորությունն է ստանալ ինֆորմացիա, թե ում անվան դիմաց կա ստորագրություն, որը ցույց է տալիս, որ նա քվեարկել է։ Մենք այս ինֆորմացիան հավաքում ենք շնորհիվ վերահաշվարկի եւ ստուգում ենք արդյոք այդ մարդիկ իսկապես քվեարկել են։ Դա իհարկե դուք եք հասկանում, շատ դժվար աշխատանք է, որովհետեւ շատ դռներ փակ են, շատ մարդիկ ճշմարտությունը չեն ասի եւ ընդհանրապես շատ ծախսատար եւ մարդկանց ջանքերի հետ կապված ծանր աշխատանք է, բայց անգամ այստեղ մենք արդեն արձանագրել ենք հաջողություններ։ Մասնավորապես օրինակի համար մեզ հաջողվել է գտնել 15 մարդու, որոնք քվեարկել են ընտրությունների ժամանակ Ավանի այն տեղամասում, որում վերահաշվարկ է արվել, բայց որոնք նշված են մի հասցեով, որը գոյություն չունի։ Այդ հասցեն գոյություն չունի, այդ հասցեով որևէ շինություն գոյություն չունի, այդ մարդիկ նախորդ ընտրություններում ցուցակում ընդգրկված չեն եղել, ոչ ազգային ժողովում, ոչ նախագահական։ Չէ, այդ կներեք մեր արդեն դատական հայցում կլինի, հիմա սրանք անդրադառնանք։ Ուրեմն դուք հասկացաք, թե վերահաշվարկը մենք ինչ նպատակով ենք անում։ Որովհետև սա այս ամբողջ ընտրակերտիկների այն ինչ որ ես ձեզ ներկայացրեցի, բացահայտման միակ ձևն է։ Մենք արդեն բավարար չափով ապացույցներ կուտակել ենք, որը թույլ է տալիս մեզ դիմել Հայաստանի վարչական դատարան այս ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։ Եվ մեր հայցը պատրաստվում է։ Բայց վերահաշվարկների առումով մենք նոր ենք սկսել աշխատանքը եւ դեռ վերահաշվարկներ կան եւ ոչ միայն այն վերահաշվարկները, որ մենք ենք պահանջել, այլ նաեւ վերահաշվարկներ, որ պահանջվել են այլ քաղաքական ուժերի կողմից։ Մենք դրանց նույնպես ակտիվորեն մասնակցել ենք։ Ուստի երբ որ այս ամբողջ աշխատանքը ավարտվի, մենք կդիմենք վարչական դատարան։ Դա էլ եմ ցանկանում, որ իմանաք, մենք որևէ պատրանք չունենք, մենք չենք կարծում, որ այս հանցագործ իշխանությունների խամաճիկ վարչական դատարանը կընդունի որևէ որոշում, որ բխում է արդարադատության շահերից, բայց մենք մեր գործը հիմա տեսնում ենք նրա մեջ, որ մեր հանրության առջև բացահայտենք այս ռեժիմի հանցավոր դեմքը, նրանց հանցավոր գործողությունները, որտեղ սա մեզ պետք է գա ապագայում լուրջ քաղաքական գործընթացների համար։ Պարզ ասացի, որ մեր նպատակը այն չէ, որ մենք փոխենք վերահաշվարկի միջոցով քվեարկության արդյունքները։ Բացարձակապես դա չի մեր նպատակը։ Մենք չենք համարում, որ տրցակից տրցակ ինչ-որ բաներ են դրվել, որովհետև ընտրատեղամասերում իրականում 4 քաղաքական ուժերի վերահսկման շնորհիվ եղել է որոշ բացառություններով լավ վերահսկողություն։ Խոսքը նրա մասին է, ես ստիպված կրկնվում եմ ու չեմ հասկանում ինչի դա պետք է անեմ, բայց քանի որ հարցը հնչել է անում եմ։ Նրա մասին է, որ մենք բացահայտենք ապօրինի վերահսկողության ուղղորդման ապացույցներ եւ մենք դա անում ենք։ Ես հենց ի սկզբանե հռչակեցի մեր նպատակը այս վերահաշվարկների գնալու համար։ Մենք որևէ պատրանք չունենք, որ դրանից կոնգրեսի ձայները կավելանան։ Ինչ վերաբերում է ջախջախելի ու ջախջախիչ պարտություններին, ուրեմն ես պետք է ձեզ ուղղեմ, շտկեմ ձեր ասածը։ Իշխանությունը ոչ թե ջախջախել է ընդդիմությանը, ջախջախիչ պարտություն կրել է ժողովուրդը։ Չի կարող որևէ ժողովուրդ, որևէ երկիր, որտեղ անցկացվում են նման խայտառակ ընտրություններ, որևէ բան շահել։ Ես ձեզ մի բան էլ ասեմ, անգամ ես համարում եմ, որ այս իշխանություններն էլ չեն շահել սրանից, որովհետև իրենք դեռ տաք են եւ չեն հասկանում, թե իրենց գլխին ինչ են բերել։ Կրիմինալի, գողական աշխարհի, չգիտեմ, հանցագործների, պետական պաշտոնյաների այսպիսի օգտագործումը հանուն իշխանության պահելու բումերանգի էֆեկտ է ունենալու այս նույն իշխանությունների համար։
որովհետև իրենք այս հենց կեղծիքների արդյունքում եւ հետևանքով ստացել են մի երկիր, որը իրենք կառավարել չեն կարողանալու։ Որտեղ կառավարելու է կրիմինալը, որտեղ կառավարելու են կոռնիկները, որտեղ կառավարելու են փչացած պաշտոնյաները, կոռումպացված պաշտոնյաները եւ նմանատիպ այլ էլեմենտներ։ Իրենք այդպեսի երկիր են ստացել։ Իրենք որևէ խնդիր այլևս չեն կարողանա լուծել։ Որևէ խնդիր, անգամ բանակի հավաքագրման խնդիրը։ Եվ դա արդեն ցույց է տալիս, ասում եմ, զինակոչիկների թվականակը։ Այս տարի մենք վերջին զինակոչը արձանագրել է 5000-անոց արդյունք, 5000 զինակոչիկ։ Մինչդեռ 90-ական թվականներին մենք ունենում էինք 13000 զինակոչիկ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ առաջինը այս ապօրինությունների պատճառով բնակչությունը թողնելու է, գնալու է այս երկրից, մեկ, այսինքն երկիրը կորցնելու է անհրաժեշտ ռեսուրսները արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար եւ նաեւ տնտեսական զարգացման համար, սա մեկ, եւ երկրորդը, այսօր իշխանությունը չունի իր ետևում կանգնած դաշնակից իդեմս սեփական ժողովրդի։ Դեմոկրատական կառավարման արդյունավետության հիմքը այն է, որ ժողովուրդը վստահում է իշխանությանը եւ օգնում է նրան իր կողմից իրականացվող ծրագրերի գործադրման մեջ։ Այս երկրում ժողովուրդը ոչ միայն չի օգնելու, այլ նաեւ խուլ դիմադրելու է ցանկացած անգամ լավ ծրագրի իրականացմանը, որովհետեւ ոչ մի նորմալ մարդ, ոչ մի պարկեշտ մարդ չի դիմադրի, չի օգնի գողերին, հանցագործներին, որոնք հենց նոր կողոպտել են իրանց տունը, որոնք նսեմացրել են, ստորացրել են նրանից գողացել են իր ընտրական իրավունքը։ Մինչև 17 թիվը ես վստահ չեմ, որ որևէ քաղաքական գործընթաց չի լինելու, որը կցնցի այս երկիրը, եւ ես ասում եմ, որ իշխանությունների կրած այս պյուրոսյան հաղթանակը հենց նման գործընթացների սկիզբ է դնելու։ Սա մեկ։ Երկրորդը, կոնգրեսի գործունեության ապագան ես տեսնում հետևյալով։ Մենք պետք է բացահայտենք այս իշխանության դեմքը, մենք հետևականորեն պետք է բացահայտենք նրա չարաշահումները, մենք պետք է տանենք հստակ ագիտացիա ժողովրդի մեջ, ցույց տալու համար, թե ինչ վիճակում է այս ժողովուրդը հայտնվել։ Մենք պետք է ժողովրդին կոչ անենք, որ ժողովուրդը փրկությունը չգտնի արտագաղթելու մեջ, այլ մնա Հայաստանում եւ պայքարի իր իրավունքների համար։ Մենք պետք է հույս տանք ժողովրդին, որ երկրում ինչ որ բան կարելի է փոխել։ Դա ասում եմ, ցանկացած պատմական ժամանակաշրջանում ցանկացած ընդդիմության կողմից արվել է շատ պարզ ճանապարհով, էֆեկտիվ կազմակերպված ագիտացիա, կառույցների հզորացում, ցույցեր, հանրահավաքներ, դեմոկրատական ակցիաների ամբողջ զինանոցի օգտագործում, սա այն է, ինչ որ պետք է անի ընդդիմությունը։ Այն նպատակով, որ ի վերջո կարողանա բեկում մտցնել եւ այնպիսի քաղաքական գործընթացներ նախաձեռնել Հայաստանում, որը թույլ կտա ժողովրդին ի վերջո ազատագրվել այս ավազակապետական իշխանություններից։ Սա է լինելու Հայ ազգային կոնգրեսի անելիքը մոտակա ժամանակաշրջանում։